Ողջույն եւ քաջ առողջություն եմ մաղթում մեր հայրենատեր հայրենակիցներին։ Խնդրում եմ տարածեք եթերը։ Տարածվելուց հետո կսկսենք այն։ Արդեն կարող ենք սկսել, իմ հայրենատեր հայրենակիցներ, խնդիրը կայանում է հետևյալում, ինչպես գիտեք, Խաչակիրներ ջոկատը իրականացման մարտական իր հերթապահությունը պետական սահմանի պահպանության X հատվածում եւ ամսի 7-ին առավոտ 8:30 հրատապություն առաջացել, որպեսզի տեղի ունենա այդ դիրքերի ծառայության ուժեղացում, ինչպես նաև ըստ իրավիճակի թույլատվության հնարավոր է նաև հերթափոխ կատարվի, այսինքն սա կախված է այդ իրադրությունից։ Պետք է ամսի 7-ին հերթափոխը կատարվեր, բայց հիմա ժամ առ ժամ իրադրության փոփոխություն է նկատվում եւ ըստ իրավիճակի այդ որոշումը կկայացվի։ Հերթական անգամ կոչով դիմում եմ այն բոլոր հայրենասեր մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն, այն է ժամանակ, առաջինը ժամանակ եւ առողջական վիճակը թույլ է տալիս բացել այդ լեռնային պայմաններում իրականացնել մարտական հերթապահություն, ներկայանալ մեր գլխավոր շտաբ Մոսկովյան 5 հասցեում Երևան քաղաքում գտնվող մնացած հարցերը, եթե մինչև ամսի 7-ը հարցեր կառաջանան, կարող եք զանգահարել 055 91 10 10 եւ 094 36 36 26 հեռախոսահամարներով ձեր բոլոր հարցերին կտանք սպառիչ պատասխաններ կախված պայմանների հետ, կախված փաստաթղթերի հետ եւ մյուս հարցերի հետ, ինչը ձեզ կհետաքրքրի այդ մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման համար։ Նորից եմ կրկնվում, թշնամին ակտիվության նշաններ ցույց տալիս, առավել եւս Արցախի փակված այս ճանապարհի ֆոնի վրա, մենք պարտավոր ենք ներդնելու ամեն ինչ, որպեսզի այս հերթական սադրանքները նրանք չկարողանան իրականացնել եւ չօգտվեն ժողովրդի այսօրվա այն վիճակից, որ բոլորը բևեռված են Լաչինի Միջանցքի հարցերով եւ ըստ իրենց միգուցե մտածում են, որ կարող են աշխատող անել նաեւ այն հիմնական հարվածի ուղղությունները, որոնք այսօր գտնվում են իրանց նշանառության տակ եւ փորձում են նրանք մարտական խնդիրներ լուծել անակնկալ կերպով, ինչպես դա կատարեցին սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։ Այսինքն նրանց նոր մարտավարությունն է, փոքր քայլելով, այսենց 1-2 օր տևող, 3 օր տևող պատերազմական գործողություններով, ռազմական ակտիվ գործողություններով, նոր նվաճումներ, նոր դիրքերի, նոր տարածքներ, մեզի նոր վնասներ պատճառել, մարդկային կորուստների եւ զինտեխնիկայի տեսքով եւ ամեն անգամ պատկերացեք, եթե նրանք կարողանան մի քանի ամիսը մեկ նման սադրիչ գործողություններ կատարել, մեր վիճակը ուրա հասնելու։ Այնպես որ նրանք պետք է իրենց դնչին ստանան այն ծանր հատվածը, բռունցքի հատվածը, որը ծրագրված է եւ պատրաստվում ենք այդ հատվածը տալու։ Դրա համար պետք է աջակցություն, դրա համար պետք է համախմբում, դրա համար պետք է մեր դիրքերը գտնվեն ամուր վիճակում, մեզ սահմանը պետք է լինի փակ վիճակում։ Այո, դժվար է, կան տեխնիկական շատ հարցեր, կան այլ բնույթի հարցեր եւ նաեւ բարոյահոգեբանական հարցեր, կա զորքի մոտ արդարացի դժգոհություն շատ հարցերից, բայց քանի որ առնչվում է դա ծառայությանը, ինչ որ չափով ռազմական գաղտնիքի, բնականաբար չենք եթերացնի այդ պրոբլեմները մենք ֆիքսում ենք, այդ պրոբլեմները բարձրաձայնում ենք տարբեր ուղղություններով եւ փորձում ենք հասնել դրանց լուծմանը։ Եվ իրանք գիտեն, եթե հանկարծ այդ լուծումները պատշաճ կերպով չիրականացավ, դա նշանակում է, որ հերթական անգամ
կատարվում է եւս դավաճանական քայլ, որպեսզի չկարողանանք սահմանը ամբողջությամբ փակ պահել թշնամու առաջ։ Էլ չեմ խոսում մնացած ռազմական գործողությունների, ակտիվ գործողությունների մասին, որը նախանշվում է, եթե նրանք փորձեն այս իրավիճակից օգտվելով գնալ արկածախնդիր քայլերի։ Երկրորդ հարցը, որ շատ կարևոր է, դա ինչպես այս 25 օրը այլ հարցերից ամենակարևորն է, դա Արցախի 25-օրյա շրջափակումն է, եւ ես այսօր լրահոսով հանդիպեցի, որ փորձերի արվում ամեն դեպքում դիվանագիտական ճակատում, որպեսզի աշխատացնեն օդանավակայանի հնարավորությունը, բայց այդտեղ առաջանում է ամենակարևոր հարցերից մեկը։ Նախ բոլորս էլ հասկանում ենք, օդանավակայանի աշխատելու դեպքում դա շատ ծախսատար պրոցես է լինելու եւ շատ վտանգավոր ավելի, քան ցամաքային ճանապարհից օգտվելը։ Եթե այսօր հույսներս դրենք, որ միջազգային հանրությունը պետք է այնքան ազդի, որ սրանք թույլ տան մենք օդային ճանապարհը օգտագործենք մեր ազգաբնակչության կենսական խնդիրները ապահովելու համար, մեր անվտանգային խնդիրները ապահովելու համար, ավելի տրամաբանական չի, որ այդ միջազգային հանրության ուղղված մեր կոչերը տանեն նրան, որ այս ճանապարհը բացվի, այս ցամաքային այս պորտալները բացվի, այո, շատ լավ կլինի, որ դրան զուգահեռ նաև բացվի օդային հաղորդակցությունը, բայց մենք դրա մեջ իրատեսական բան չենք տեսնում մի պարզ պատճառով, որովհետև մենք 2014 թվականի դեպքին ականատես եղանք, երբ որ բացառապես խաղաղ պայմաններում զորավարժությունների ընթացքում խոցվեց հայկական զինված ուժերի ինքնաթիռը, ունեցանք զոհեր, տեխնիկայի կորուստ, գիտեք այդ պատմությունը, եւ սրա մեջ վտանգը ավելի շատ է, քան ցամաքային ճանապարհի բացմանը, այսինքն այսի ոնց որ մի տեսակ շեղող լրատվություններ, իբրև թե արվում է ամեն ինչ, իսկ իրականում ես չեմ ասի արդարության առջև չեմ մեղանչի, որ հայտարարեմ, որ ոչինչ չի արվում, բայց այն չի արվում, ինչը որ անհրաժեշտ է այսօր այս խնդրի արմատական լուծման համար։ Այն է, մենք չենք ատամ ցույց տալի, մենք ուշ ցույց չենք տալի մի պատճառաբանությամբ, որ ասում են այդ խելոք գլուխները, իմիջիալոց խելոք գլուխները այսօրվա իշխանության, որոնցից մի քանիսի հետ հնարավոր է եղել միջնորդավորված տեղեկատվություն փոխանակել այս հարցի խնդրի շուրջ, նրանք լսել են մեր տեսլականը, թե մենք ինչ լուծումներ ենք առաջարկում այս խնդրի լուծման հետ կապված, ասում են, բա որ Արցախի լույսը անջատեն։ Դե Արցախի լույսը անջատեն, գազնը կանջատեն, Արցախը այսօրեն իրավիճակում է, որ Աստված մի արարած է, ամեն րոպե կարող են եւ լույսը անջատել, եւ գազը անջատեն, եւ ջուրը անջատեն, եթե ունենան այդ հնարավորությունը։ Այսօր Արցախը փաստացի բլոկադայի մեջ է, իսկ բլոկադան, ինչպես գիտեք, դա ռազմական տարեր պարունակող քաղաքական քայլ է, որի մեջ այսօր գտնվում է մեր ազգաբնակչությունից մոտ 130-140 հազար մարդ։ Մեր հայ ազգակիցներն են, ու մենք ոչինչ փաստացիով չենք կարողանում անել այս շրջափակումը վերացնելու կամ նրանց կենսական խնդիրները, անվտանգային խնդիրները լուծելու համար։ Եվ սա ոչ միտեղ տանող բանակցությունների ուղղությունն է, որովհետև միգուցե ամիսներ ձգվի այս օդային խնդիրը լուծելու համար, կամ ասենք պայմանական ասած մեկ հատ երկու հատ ուղղաթիռ թողեցին իջավ, ասենք տարավ պայմանական X քանակությամբ հաց, դեղորայք եւ մյուսը, եւ վերջը, բա սրա վերջը ո՞նց է լինելու։ Ինչքան ենք մենք աշխարհից խաղաղություն մուրալու, մեր ճանապարհների անվտանգությունը մուրալու, այս մուրալու քաղաքականությունը մեզ ավելի շուտ է քայքայելու, քան սոված մարդու առողջությունը կքայքայվի։ Այսի ավելի ծանր է նստելու մեր ազգի վրա, քան ցանկացած sense բլոկադա, որովհետև սրա մեջ ռեալ ոչինչ չկա։ Մենք այսօր ունակություն ունենք այս խնդիրը լուծելու նաև այլ տարբերակներով։ Ում հետ խոսում ես, բանակցում ես, բոլորը ասում են կռիվ կսկսի։ Կռիվը չէ, վերջացել, դուք ինչից եք վախենում։ Մեկը դուք ոչ կռվին մասնակցելու եք, ոչ է կռվից գլուխ եք հանում։ Ձեր գործը դավաճանությամբ դա հանձնելն է, թող սկսի։ Թող սկսի։ Որ սենց ազգը պետքա կրկռալով սենց մնա, ում է պետք, թող սկսի, տենանք այս անգամ ում համար ոնց կպրծնի։ Դուք մի կարևոր բան եք մոռացել։
որ բանակն ու կռվող տղեն արդեն խելքի է ես պատերազմից հետո, այս երրորդ տարին արդեն այս ամեն ինչը տենում է, վերլուծում է, գլուխը մտել է, հասկանում է, արդեն գիտի ում կվստահի, ում չի վստահի, այո, ուտես կռիվ կգնի։ Այո, պետքա ընթանա ոչ կանոնավոր ռազմական գործողություններ, կլինի պարտիզանական, կլինի զուտ դիվերսիոն, չգիտեմ, ինչ ձև լինի, իրավիճակի թելադրանքով։ Այո, մենք պետք է այդ պորտալներն էլ բացենք, մենք պետք է մեր ազգաբնակչության հետ անվտանգ շփման հնարավորություն ունենանք, այդ մարդիկ հորոն դե սովամա չեն լինելու, այդ մարդիկ այդ բլոկադայի մեջ տենց չեն հյուծվելու գնան։ Այսինքն դուք մի ձեր ոնց որ ելնեք այս թուրքերի հետ, իրանք էլ են դա մտածում, իրանք մտածում են, որ հեսա կպահեն, բարոյական հոգեբանական իրավիճակով այն վիճակի կբերեն մարդկանց, որ հենց ճանապարհը բացեն 120-130 հազարից 10 հոգի կմնա Արցախում, իրանք էլ են այդ հաշվարկը անում։ Մնում ամենակ երկրորդ համաշխարհային պատերազմի նման Բերեստեփանակերտի վերևով թռուցիկներ շախտան, որ ով ուզում է անցնի մեր միջով դեպի Հայաստան, մենք պատրաստ ենք այդ ճանապարհը տալու։ Մնում է մի հատ էլ շարժում ձևավորեն ու իրանց ուզածին հասնեն, որ Արցախը լրիվ հայաթափեն։ Որ հետո էլ այստեղի դավաճանները ասեն, բա ժողովուրդը դուս եկավ, գնայիք պաշտպանեիք, մենք ինչ անենք, որ չպաշտպանեցիք։ Սա փոխ համաձայնեցված մի հատ լկտի, մի հատ հակահայ, մի հատ հայադավ քաղաքական քայլ է։ Այլապես 1 միլիոն ոչ ասեմ, հաստատ մի 1000-ից ավել պայմաններ ենք առաջարկել, ճանապարհներ ենք ցույց տվել, որ կարելի է այս հարցը ուրիշ ձևով լուծել։ Ասում են չէ, դիվանագիտական։ Դե դիվանագիտական հենա, տենում են 25 օրային չեք կարող անեք։ Կարմիր խաչը կարողանում է երկու հատ հիվանդ բերի, էդ էլ եք վերագրում։ Ձեզ ասում եք, տեսակ, կարացանք կարմիր խաչին նենց անենք, որ մտնի հիվանդներին բերի։ Ադրբեջանն էլ ասում է, տենում եք մենք ինչ մարդասեր պետություն ենք, թույլ տվեցին կարմիր խաչը գա։ Բայց ոչ մեկ չի խոսում նրա մասին, որ աշխարհում չկա նման պետություն, որ իրավունք ունենա կամ կարողանա կարմիր խաչին թույլ չտա մտնելու նման գոտիներ։ Դա բացառված է։ Ուրեմն կարմիր խաչի միջազգային ստատուսը, այդ միջազգային ստատուսը, իր գործունեության միջազգային ստատուսը սրանք վերագրում են իրենց, թուրքերը վերագրում են իրենց, բայց ոչ մեկ չի խոսում կարմիր խաչի իրական հզորության, կարմիր խաչի իրական ուժի մասին, իրական ստատուսի մասին, որ ինքը անարգել կարես բոլոր գործողությունները կատարել եւ իրան ոչ մեկ չի կարող արգելի։ Էլի ստել են քաղաքական դիվիդենդներ քաշում։ Այդ դրա համար էս օրին ենք։ Սաղ ժամանակ են ձգում։ Ժամանակ են ձգում, մինչև դա տենան ըստ իրավիճակի ինչա լինելու։ Եվ ես դες ասում եմ, բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ սրանց մի հատ նպատակային է, որ տեղի ազգաբնակչությունը հիասթափվի, հյուծվի եւ չզարմանաք, որ նոր թուրքերը բերեն անգամ ավտոբուսեր կանգնացնեն այդ կանցակետի մոտ, ասեն, որ հայը ուզում է գնա Հայաստան, մենք կուղեկցենք, կտանենք հրապարակում, կիչացնենք կառավարության շենքի դեմը։ Չզարմանաք։ Այդքան ստոր խաղ է գնում։ Եվ այսօր, երբ որ առաջարկում ես ուժային մեթոդներ, հատուկ նշանակության գործողության մեթոդներ, սաղ ձեռքերը լվանում են ու սերները սենց են անում, յան իրանք այս պետության մեջ կառավարիչներ չեն, ասում են պատերազմ կսկսվի։ Պատերազմը ժամերի հարց է։ Պատերազմը հիմա տեղից չի սկսի, պատերազմի հնա։ 3-4 ուղղության վրա կուտակումները կան, 3-4 ուղղությունով պատերազմը պատրաստ է, ամեն րոպե։ Ամեն վայրկյան։ Այս հարցերին է կանադանում։ Այսի շատ կարևոր ժամանակաշրջան է, լրություն է, խաղաղությունը մի վերագրեք տոնական օրերին։ Սա շատ վտանգավոր տենդենց է, սա շատ վտանգավոր լրություն է։ Սա պայթելու է միանգամից ու անսպասելի։ Նրանք քնած չեն, նրանք ամեն վայրկյան վերլուծում են, ամեն վայրկյան ուժեղանում են, ամեն վայրկյան խոցելի տեղեր են ման գալի, մշակում են, որպեսզի իրենց խնդիրը կատարեն։ Մենք ինչ ենք անում։ Արդեն ճակերտները հասկացաք էլի, մենք ինչ ենք անում։ Ընկած պերեսմենկի համար մարդկանց խնդրում ենք, որ կամ պերեսմենկա կարողանանք անենք եւ դիրքերը ուժեղացնենք։ Այդ մենք անում ենք։
Պետական իշխանությունը հակառակ կողմից է գալի, բանակը կազմաքանդելով գալիս է։ Հասանք արդեն նրան, որ ռազմահայրենասիրական բնույթ ունեցող, ռազմահայրենասիրական ոգով ոգեշնչող միջոցառումներն արդեն արգելվում դպրոցներում, նախազորակոչային այդ մարզումները, դասընթացները, հասանք արդեն այդտեղ։ Այս ընթացքում մի հատ այտենց թեթև ուրախալի լուր ստացա, ասեցին, որ այդ իմ եթերից հետո, որով անընդհատ իսկ այդ եթերը մեկ հատ չի եղել, որով միշտ այս պետական իշխանության կառավարիչներին անընդհատ ասում էի ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, հրամանատարներին հրավիրեք ձեզ մոտ, քննարկումներ անցկացրեք, ուժեղացրեք այդ բլոկը։ Եվ տեղեկացա, որ մի քանի ՌՀԿ-ների հրամանատարների հրավիրել են, մի քանի։ Պատճառն ի՞նչ է, որ բոլորին չեք հրավիրում։ Փաստացի գործող ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների հրամանատարներին բոլորին հրավիրեք, թող բոլորը իրենց գրավոր զեկույցներով գան, խնդիրներով, դիտողություններով, միջնորդություններով, առաջարկություններով։ Ինչ եք անում, նստեք քննարկեք, լուծեք։ Ռիալ բանակի հիմքը ամրապնդելու, ստեղծելու ռիալ ռեսուրս է։ Այսօր ՌՀԿ-ները շատ մեծ գործ են անում, շատ մեծ գործ։ Թե նախազորակոչային այդ պարապմունքները դպրոցական տարիքի մեր այդ երեխեքի մոտ գնում է ինչ-որ պետական ծրագրով, որը գիտեք 92%-ը, 93%-ը հայոց պատմությունն է, այն մի քանի տոկոսը տենց մի քիչ տեսական գիտելիքներ եւ զերոյական պրակտիկ պարապմունքներ։ Մաքսիմում կարող է ինչ-որ շիշմակարակ է։ Այդ մակարդակի է։ Իսկ ՌՀԿ-ները կոնկրետ գործ են անում, կոնկրետ։ Հրավիրեք բոլորին։ Տվեք ժամանակ, պայմանական, այսինչ օրը հրավիրում ենք բոլոր ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, նորից եմ կրկնում, թղթի վրա գրածները չէ, գործող, ովքեր մարտիկներ են տրամադրում մարտական հերթապահության համար, ովքեր ունեն մարտական ջոկատներ, ստանում են պետությունից զենք մարտական խնդիր։ Այդ ՌՀԿ-ներին հրավիրեք, կոնկրետ խնդիրները լսեք, բարձրաձայնեք այդ խնդիրներին, լուծում տվեք։ Ու դուք տեսեք ոնց է ակտիվանում այդ բլոկը։ Ու դուք տեսեք այդ ամեն ինչից ոնց է ուժեղանում մեր բանակը։ Ռազմաուսումնական հաստատությունները էլի պետական ծրագրերի շրջանակում են, բայց հրավիրեք նաև նրանց հրամանատարներին։ Հրավիրեք, որ այս անցյալ տարվա պես խայտարակ պատկեր չունենանք Վազգեն Սարգսյան համալսարանում ընդունելությունների հետ կապված, այդ խայտարակ պատկերը չլինի։ Սա իրա լրացնող շղթա է, սա չի կարող կտրված շղթա լինի։ Ուզում ենք բանակ, պրոֆեսիոնալ բանակ, փառք Աստծո, ունենք ռեսուրսը, արեք ճիշտ օգտագործենք, հայամետ օգտագործենք, պետականամետ օգտագործենք ու դուք տեսեք, մենք ինչ բանակ ենք նորից վերականգնում։ Տեսեք ինչ սպայակազմ ենք ստեղծում, ինչ պրոֆեսիոնալ բանակ է դառնում։ Այս հարցերի շրջանակում ուրեմն շատ կարևոր հիմա մի հատ հարց եմ անդրադառնալու կապված բանակի հետ էլի, գիտեք, բանակը մեր կենսակերպն է, բանակը մեր կյանքն է, մեր նպատակն է, բանակը մեր ամեն ինչն է, ինչի մեջ մենք դրել ենք մեր կյանքը։ Ուրեմն դիմում եմ պաշտպանության նախարարությանը, դիմում եմ ազգային անվտանգության խորհրդին, դիմում եմ ռազմական տեսչության ղեկավարությանը, տենց խորհրդավոր ղեկավարությանը։ Մի հատ մի մոմենտ sense այդ մունձիրները որ հագնում եք սպայական, զինվորական, մի հատ հայլու մեջ ձեզ նայեք ու մի հատ որոշում կայացրեք, որ ասենք պայմանական ամսի 10-ից վերցնում եք մաքուր սպիտակ թուղթ եւ գրիչ, ցանկալիա ոչ թե A4 ֆորմատի, այլ ռուլոնով։ Եվ գնացեք, սկսեք ֆռալ բոլոր մարտական հենակետերը, որտեղ առաջնագիծ է, որտեղ կոնկրետ առաջնային հարվածի ուղղություններ է,
որտեղ իրականացման մարտական հերթապահություն։ Գնացեք մի հատ, դուք մի նայեք այնտեղ ձեզ կներկայացնեն դիտողություններ, բողոքներ, մենակ լսեք առաջարկներն ու միջնորդությունները, մնացածը ձեր խղճով բերեք ներկայացրեք, բայց ներկայացման ժամանակ, երբ որ օպերատիվ խորհրդակցություն տեղի կունենա, հրավիրեք նաև այն հրամանատարներին, որոնց ենթակայության տակ գործող մարտական խմբերը, մարտական ջոկատները այդ հատվածում պաշտպանական այդ բնագծերում իրականացնում են մարտական հերթապահություն։ Եթե դուք իրականում մտածում եք պետության եւ բանակի մասին, ձեզ ի՞նչն է խանգարում, որ նման օպերատիվ խորհրդակցությունների ժամանակ բնականաբար փակա, հրավիրեք, թող ներկայանի պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, չիները չին գնի, թուրքերին գովալուց բացի, թող իշի, որ ազգային անվտանգության խորհուրդը մեծ գործառույթ ունի այս իմ կողմից բացացվող հարցերին, ռազմական գլխավոր տեսչության պետը, նստեք, հա, ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության, ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետը, նստեք, եթե փաշողին կուզի թող իր ներկայացուցիչներն էլ ուղարկի, կարող է ներկա գտնվել նաև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավարները, ուզում են թող ամբողջ կազմով ներկա գտնվեն։ Մի հատ տենանք իրանք ինչ են զեկուցում կոնկրետ այդ մարտական հենակետերի մասին եւ մենք ցույց տանք իրականությունը ինչ է։ Եթե իրականում փաշողին կապ չունես ամեն ինչ հետ, ինչի՞ չեք կազմակերպում նման փակ հանդիպումներ, ամեն դեպքում մեր մարտական խմբերը ընդեղ են, մենք այդ ինֆորմացիան տիրապետում ենք, բնական է, որպես ռազմական գաղտնիք, դա չենք հրապարակայնացնում, հատուկ այդ բաներ ենք ասում, որ գոնե գլուխները մտնի։ Մենք թուրքին թշնամուն չենք ուզում ուրախացնենք, բայց թուրքը դա տենում է, նա հետախուզություն է իրականացնում, եւ տեխնիկական, եւ մեխանիկական, նա Օլնի հետախուզումը անցկացնում եւ տենում է ինչա կատարվում։ Եթե իրականում դուք չեք թույլատնում բանակը, դիրքերը, սահմանը, եթե դուք իրականում չեք նպաստում մարտունակության անկմանը, ինչն է խանգարում, որ նման հանդիպումներ, ասենք X հատվածում, պայմանական ասած, X հատվածում, պայմանական Գևորգն է հրամանատարը, իր ջոկատներն են, կանչեք Գևորգին, մյուս հրամանատարներին նստեք, լսենք ինչ են ասում այդ դիրքերի վերաբերյալ պետական կառույցները, որոնք ձեզ ինֆորմացիա են ներկայացնում, եւ ինչ են ասում հրամանատարները, ովքեր այդ զորքերի հրամանատարներն են, այդ զորքերին իրանք են տանում, իրանք են տեղավորում եւ առաջնային ամբողջ տեղեկատվությունը իրանք են տիրապետում։ Թե կոնկրետ տարածքը սպասարկող զորամասի հրամանատարությունը հաշվի առնելով գերատեսչական շահը, շատ բաներ ձեզ չի ասի ձեր երեսին, մենք կասենք ինչ որ կա։ Ու շատ ցավոտ է լինելու։ Այն իրականությունը ինչ որ կա։ Եթե դուք սա չարեցիք, դա նշանակում է, դա ձեր գաղտնի ներքին ցուցումն է, բանավոր։ Ձեր բանավոր ցուցումն է, որ այսպես կազմաքանդվի, այլ պատասխան չկա։ Սրանք նենց հարցեր չեն, հասկանում եք, որ զանգես թեժ գծով, ասես այս ինչ տեղը սենց խնդիր կա։ Չէ, Գեթան կհարցակվեն զորամասի հրամանատարության վրա, շտաբի պետերի վրա, գումարտակի հրամանատարների վրա, դասակի հրամանատարների վրա, սաղի վրա կհարցակվեն, բացի իրանք իրաց մեղադրելուց։ Այո, խնդիրները առկա են եւ շատ կարեւոր խնդիրներ են։ Եվ դա նպաստում է մեր մարտունակության անկմանը։ Հրավիրեք օպերատիվ խորհրդակցություն, փակ գաղտնի խորհրդակցություններ հրավիրեք, լսեք դիտողությունները։ Ամբողջական պատկերը տեսեք։ Դնենք սեղանին, քննարկեք, լուծում տվեք, շատ կարճ ժամանակում եւ շատ կտրուկ։ Մենակ չասեք, ես ինչ վարչության պետը սա է զեկուցե, ասենք ինժեներականի պետը սա է զեկուցե, սպառազինության վարչության պետը սա է զեկուցե, մարտական պատրաստության պետը սա է զեկուցե, մեր մոտ սա օքեյ գնում է։ Հանգած Պուտին չանեք, էլի, որ սա всё идёт по плану, հենա տենում ենք ինչա կատարվում։ Այս նույն բարդակը մեր մոտ է։ Այդ զեկուցներից այդ պլան կոնսպեկտներից մի քիչ գլուխներդ կտրեք, քթներդ բացացրեք, մի հատ կանչեք են հրամանատարներին, ովքեր այդ ամեն ինչը տիրապետում են եւ այդ ամեն ինչի պատասխանատվություն են կրում նաեւ։ Այդ տղեկ այսօր իրենց կյանքի գնով են այդ խնդիրների արկայության պայմանում կյանքի գնով կանգնած դեռ մարտական հերթապահություն են իրականացնում։ Վերացնենք այդ խնդիրները։ Հետո նես չլինի ասեք,
Գիտեք ինչ չէին զեկուցել, գիտեք ինչ սրանք կալանավոր եք, էսի ժամանակին թերացում էր թույլ տվել։ Գիտեք ոնց են աշխատում հիմիկվա իշխանությունները։ Թողում են ուրջանում խնդիրը, մի հատ շատ հետույքային բան ալնում, վերցնում քրեական գործը հարուցում են, կալանավորում են, ասում են պատժինք։ Բայց հետևանքները չի վերանում դրանից։ Եկալ եք մի հատ առանձին քրեական գործ հարուցեք, կսկսեք քննությունը, թե սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, 13-ի դեպքերի ժամանակ ինչի նման դիրքային կորուստներ ունեցանք, ու այսքան զոհեր ունեցանք։ Վերցրեք ուսումնասիրեք, քրեական գործ հարուցեք։ Տեսեք ինչ թերություններ եք անելու։ Տեսեք ինչ թերություններ եք անելու կորպուսներում, զորամասերում։ Նայեք ինչ թերացումներ է եղել մատական ծառայության հետ կապված, դրա կազմակերպման հետ կապված։ Նույն թերությունները հիմա կա չեք վերացնել։ Ուրիշ հատվածներում այդ նույն թերությունը, նույն խնդիրը ընդեղ է սպառնում բոլորիս։ Խի չեք վերացնում այդ խնդիրները։ Ձեզ ձեռ է տալի, որ sense թուրքը տրակտորի պես քշելով գալիս է։ Ուրեմն ձեռ է տալի, եթե դուք այդ խնդիրներին ականջալու չեք կլնում, հետո չասեք չգիտենք։ Այս եթերս կկողեմ հետույքներդ մեկը 10-ի չգիտենք։ Բացաձայնում եմ որ երրորդ անգամ։ 1000 ձևով, 1000 կանալով ձեզ տեղեկացնում ենք, 1000 ու միլիոն ձևով։ Ոչ մի բան ականջալու չեք կլնում։ Դրա համար եթերով ասում եմ, այո կան այդ խնդիրները եւ դուք պարտավոր եք լսելու եւ դուք պարտավոր եք միջոցներ ձեռնարկելու այդ խնդիրները վերացնելու համար։ Ոչ մեկ այսօր հրանոթի միշտ չի, ոչ մի զինվոր։ Սահմանում կանած ոչ մի տղա այսօր ձեր համար ուղղակի զո չի։ Նրանք հայտ տղեկ են, ինքնասեր զինվորականներ են, իրենց երկիրը սիրող մարդիկ են, ովքեր այսօր թողած ամեն ինչ կանգնած են սահմանին։ Այո, նրանք պետք է լինեն անվտանգ, նրանք պետք է լինեն սպառազինված, տեղեկացված եւ մնացածը Աստված իրանց տվել է, իրենք գիտեն իրենց խնդիրը ոնց պետք է կատարեն։ Հենա պրծնում է տոները։ Ինչն է ձեզ խանգարում։ Հրավիրեք, անհապաղ հրավիրեք, այդ բոլոր իմ նշած գերատեսչության ներկայացուցիչներին հրավիրեք։ Դրեք քննարկումը իրականացրեք, պատկերը ցույց տանք, տանենք ապացուցենք, որ չասեք լկտի սուտ է։ Դրեք շտկեք այդ ամեն ինչը, ինչն է պակասում։ Փող չկա, փող կա։ Այս երկրում փամփուշտից շատ փող կա այս երկրում։ Բերեք դրեք արեք։ Մեռա ասելով։ Կուլիսային ձևով ասի, գրավոր ներկայացրեցի, 1000 հանդիպում ունեցա, տարբեր պաշտոնյաների հետ քննարկեցինք։ Ասի բերեք կամավորական այս ջոկատները, որոնք բարձրանում են մարտական հերթապահությունը իջնելուց հետո կոնկրետ մի քանի օրյա կրակային ակտիվ պատրաստություն անցկացնենք, տարբեր զենքերի կիրառումը սովորացնենք, ճիշտ կիրառումը սովորացնենք։ Էլի ոչ մի բան չձեռնարկեցիք, ոչ մի քայլ։ Ասում եք տղեկը կռվել գիտեն, տղեկը շատ բան գիտեն։ Բերեք ակտիվացեք, գիտելիքները ավելացնենք այս տղեկի։ Բոլոր զինատեսակներին թող տիրապետեն իրենց սպառազինության մեջ գտնվող։ Ինչա ձեզանից էթում։ Այդ թանկարժեք մեքենաները մի արեք, երկու մեքենայի փող դրեք, այդ սպառազինությունը ապահովեք, տանենք 2-3 օրով կրակային դաշտեր ունենք, ամեն ինչ ունենք։ Տանենք պատրաստենք այդ տղեկին, նոր հանենք մարտական հենակետեր։ Բոլորը հասկանում եք, շատ դետալներ կա, որ եթերային չի, չեն խոսա դրա մասին։ Իսկ նման խորհրդակցություններ որ լինի, այդ ժամանակ կտենակ բմբուլները ոնց են կամուներին տալի։ Ու թող այդ ժամանակ պատասխան տան, իրար երես թքած նայեն, թե ես ոնց է այս պատկերը։ Թող գլխավոր շտաբի պետին կանգնացնեն 7 ժամ չնստի, ասեն ես ինչ պատկեր է։ Վարչության պետ էր, ես ինչ պատկեր է։ Հակահետախուզության գլխավոր վարչություն։ Տեղում աշխատող ասոբիստները, կոնտրիկները խիչ են զեկուցում այս իրավիճակի մասին։ Բսա խացեր է, չէ՞։ Քանի գերատեսչություն, քանի ծառայություն կա, որ վերահսկողական ֆունկցիա ունի, ու էլի նույն պատկերն է, դա նշանակում է առնվազն մեկ բան, որ քաղաքական դիրքորոշումն է այդպեսին։ Այլապես ես չեմ կարծում, որ բոլորը տես միաբերան, իրար բերան թքած, տես լուտ բլթեն առաջ, այնքան որ թղթերը գրեն, որ ամեն ինչ նորմալ չի։ Մեր ունեցած հնարավորություններին համահունչ չի այսօրվա մարտական իրավիճակը։ Այսօրվա բանակի մարտունակության վիճակը։ Մենք ունենք ավելի շատ հնարավորություն, ռեալ հնարավորություն, որ այսօր դրացա բանակում։ Եվ այսօր չի կիրառվում։ Մեզ աշխարհին ցույց են փորձում տալ թույլ, անօգնական, խաղաղություն մուրացող, կյանք մուրացող,
առողջություն մուրացող, ու էսա պայմանները, այսենց են անում, որ բանակը այսօրվա ծառայող տղեն վաբշե հիասթափվի, բայց չեն հասկանում, հա կլնի մի քանի տոկոս կլնեն կհիասթափվեն, ու արդարացի կլնի իրանց հիասթափությունը, բայց ոչ արդարացված, օբյեկտիվ կլինի, հասկանում եք, բայց ոչ արդարացված, բայց դա էսա իրականությունը, մենք լսեք այդ մարդկանց պրոբլեմները, նայեք ինչ պայմաններ կա, վարկերի խնդիր կա, այս աշխատավարձի խնդիրը կա, հիշում եք, նոյեմբեր ամսին մեր կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ պաշտպանության նախարարությունը խոստացավ, որ հունվարի 1-ից 210% բարձրանալու տղեկի աշխատավարձը, ոչ մի ձեն չկա, հեսա նոր սոցիալական բունտի ասա տանելու, քիչ էր եղած փող այդքան կրճատեցին, մի հատ էլ խոստացան, որ տղեկ պետք չի էլի սենց ակցիա 100% հունվարի 1-ից բարձրանում այլի խափեցին, իսկ այս անգամվա ակցիան որ լինի, կտենանք, ով ու ինչ ասելու, իսկ այդ ակցիան հեսա շուտով է դռների հետևը չի համբերեք, այդ ակցիան կազմակերպվում է, դա թույլ ձեր ասած 210%-ը տղեկի չբարձրանա մինչև ամսի 10-ը, դուք տեսեք այդ 210%-ը որ մասերից ենք անելու, համբերեկը, եղածը քիչա կրճատեցիք, մի հատ էլ բանը խափելով ամիսներով տենց պահում եք, եղած դիրքային փողերն ա քիչ տրվում, մյուսը սաղ ցուցակները կա, քթներիցը թանելու ենք, հիմա այդ ամբողջ փաստագրումն ա գնում, սաղ փաստաթղթավորված, մեր ասելով մի հատ թեժգիծ բացեք, թե ովքեր դժգոհ են աշխատավարձից զանգեն այդ թեժգիծ անուն ազգանունը վերցրեք, թեկուզ ռազմական ոստիկանության կազմում, թեկուզ ռազմական զինվորական դատախազության կազմում, որ անաչառություն գոնե մարդը իմանում այսքան ստանում, ստանում է լրիվ ուրիշ թիվ, զանգի, մարդը իր բողոքը ներկայացնի, դուք էլ ստուգեք, մարդը կարող է մի բան էլ ճիշտ չի հասկացել, ստուգեք, տեսեք ճիշտ է, ճիշտ չի, համեմատած դժգոհությունը աշխատավարձների, նույն օրով կայնած նույն դիրքապային ուրիշ փող են տալի, նույն դիրքը նույն պոստը փակած մյուս դիրքապային լրիվ ուրիշ գումար են տալի, ու ոչ մի բացատրություն չկա, մի մուֆլյոժ գնում է, մենք մոտարապես արդեն բացել ենք ինչ մուֆլյոժ է, դրա վրա աշխատում ենք, հեսա գմփունը կելն էլ այդ մուֆլյոժի, ու անգամ այդ տղեկի փողն են ծամում, այսօր ես բանը ասենց ազգային այս իշխանությունները որոշում են ասեն կայացնել, նայեք ինչքան ժամանակ արդեն բանակից հանել են ծխախոտը, բանակը ծխախոտ չի տալիս զինվորին, այո բոլորս է կողմ ենք առողջ ապրելակերպին, բայց հիմա եթե այդ մարդը ծխում է, չի կարում իրա ծխելը թարգի, առավել ևս որ արդեն երիտասարդել չեն, հիմնականը կամավորականներին ա վերաբերվում, երիտասարդել չեն, մարդիկ հազար դարդ ու ցավի, հազար բան տեսած, այսօր մարտական հենակետերում իրանք պալյուբոմով պիտի ծխեն, հələ պատկերացեք ինչ պատկեր է, առանց այդ էլ այսքան փողերը կրճատած, այդ փողերից էլ պատկերացեք մենակ ինչքան սիգարետի փող են ծախսելու, որ այդ 14-15 օրը սահմանում իրանք անցկացնեն, սիգարետը պակաս չլինի իրանց մոտ, մենք էդի մեկ կաշի վրա գիտենք, որպես հրամանատարներ մենք էդի հայթայթում ենք, մենք հասցնում ենք, մենք գիտենք դրա ֆինանսական բեռն էլ, իրոք ծանր ֆինանսական բեռ այդ սիգարետի հարցը։ Ինչ է եղել, պետությունը միջոց չունի, քանի է սիգարետի գործարան ունի պետությունը, ոնց էր առաջ բանակը սիգարետ տալի, համ Արցախի բանակն էր ստանում, համ Հայաստանի զինված ուժերն էին ստանում, ով ուզում էր ծխել, ծխում էր, ով չէր ուզում ծխել, չէր ծխում։ Հիմա որ չեք տալի, բայց ծխող էլի հայթայթում է այդ իր ֆինանսին, իր գրպանին կպնում է, ընտանիքն է դրանից տուժում։ Ինչ եք շահում դրանից։ Փոխեք այս ռեֆորմը, ով ցանկանում է, տվեք, պետությունն եք, տվեք, զինվորի սիգարետ տվեք։ Մարտական հենակետում գտնվող զինվորի սիգարետ տվեք։ Մենակ չասեք անվտանգության խնդիրները առաջանում։ Այդ անվտանգության խնդիրները արկա է, մենք գիտենք, մենք սովորացնում ենք մարտական հերթապահությունը ոնց վարեն, որ այդ սիգարետը խնդիր չառաջացնի։ Բայց ամեն դեպքում այդ մարդը այդ սիգարետը ձեռք է բերում, ծխում է։ Հա ողջունելի կլինի, որ չծխեն, առողջ ապրելակերպ լինի, իրենց հետևեն։ Բայց հիմա որ իրականությունը այլ է։ Հիմա ինչ նստենք հրաշքների հավատանք, որ մի օր սս քնել ենք զարթենք, բանակում ոչ մեկ չի ուզենալու ծխի։ Իսկ դա շատ մեծ բեռ է։ Քննարկման առարկա դարձրեք սենց հարցերը։ Ու լիքը էլի հարցեր կա, որ եթերային չի։ Հրավիրեք,
թուղթու գրիչով նստեք, սա հարցերը դնենք սեղաններին, նայեք ինչ է կատարվում։ Եվ ինչ կարանք ունենանք, որը չենք անում։ Չեք անում, որովհետև քաղաքական կամք չկա, որովհետև դուք ուրիշ պլաններ ունեք։ Ազգակործան, հայակործան ծրագիր ունեք, այլապես մի վայրկյան չեք քնի։ Ռնգեղ ջուրի պես կփորեք հող այդ քթով, կփորեք պրոբլեմները կվերհանեք ու կլուծեք։ Լիքը հարցեր է, որ լուծելի հարցեր է։ Դրեք խիստ հրամաններ, տեսեք ոնց է լուծվում, ռեսուրսներ կա։ Պահեստներում ռեսուրսը թափած է, անող չկա։ Չեք ուզում, չեք լսում։ Բանակի սպան զեկուցումը չեք լսում, բանի տեղ չեք դնում։ Այդ թղթերը միջև հասնում է նախարարություն մի կաբինետում մտնում է, տրցակների մեջ ու սեյֆերում փակ մնում է, լուծում չի ստանում։ Դրա համար այսօրն ենք։ Հայոց շատ բարեխիղճ սպաներ, շատ հայրենասեր սպաներ, որ իրանք իրենց գործը օրենքով անում են, բայց դե ինչ անեն, պետության կողմից աջակցություն չունեն, մեջները թույլ է։ Մեռնում են զեկուցելով, մեռնում են ներկայացնելով, ոչ մի բան չի փոխվում։ Այս կարևոր հարցերի մեջ ես ներկայացնեմ նաև մեր դիրքորոշումը, մենք հիմա ինչ ենք հասկացել, այս աշխարհից ուժ ու պաշտպանություն մուրացող իշխանությունների պայմաններում շատ դժվար է մեր գործը, շատ։ Մեր հայրենիքի ճակատագիրը, մեր ազգաբնակչության կենսական գոյությունն անգամ վտանգված։ Ու մենք գտնում ենք sense դիրքորոշում արտահայտենք, այն է, մենք պարտավոր ենք այսօր մեզ ձեռք մեկնող ցանկացած բարեկամական երկրի ձեռքը սեղմելու, բարեկամական երկրի, որովհետև մենք լավ վիճակում չենք։ Այն մեր հիմնական բարեկամների հետ նայեք ինչ թուլու թվանք ենք սկսել, այս հակառուսական տրամադրությունների ֆոնի վրա, որը ավելի է այսա ճգնաժամը խորանալու, կապված գիտեք, մոտորես ուզում են դեսպանատան տայմը փակեն, ռազմաբազայի դեմը փակեն, մյուսը քաղաքական ինչ-որ ակցիաներ է նախանշվում, սա ավելի է խորացնելու ճգնաժամը, մենք գտնում ենք, որ Հայաստանը արդեն իսկ պետք է գնա ոչ ստանդարտ լուծումների ցանկացած դաշտում, եւ դրանցից մեկը մենք առաջարկում ենք եւ առաջարկել ենք արդեն իսկ հիմա իբրև թե քննարկում են, առաջարկել ենք, որպեսզի հաշվի առնելով այս իրավիճակը Հայաստանը հանդես գա Իրանի հետ համատեղ պաշտպանական բնույթի համատեղ զորավարժություններ անցկացնելու սցենարիով դիվանագիտական քայլը կատարի։ Դա կլինի Իրանի տարածքում, թե Հայաստանի տարածքում, հատկապես Սյունիքի տարածքում։ Դա լիարժեքորեն հնարավոր է, մենք սա խորհրդակցել ենք շատ հեղինակավոր, ուրեմն փորձաշատ հայրենասեր դիվանագետների հետ, մեզ բացատրել են, այո, միտքը մերն է, քանի որ տեխնիկական խնդիրներ կա, դիվանագիտական նրբություններ կա, մեզ բացատրել են, որ մեր այս պահի դրությամբ, այս դիվանագիտական այս կարգավիճակով մենք կարող ենք այդ խնդիրը բարձրացնել աշխարհի առաջ, այո, եւ անցկացնել հայ-իրանական պաշտպանական բնույթի զորավարժություններ, թեկուզ մի քանի օրյա։ Ու դուք կտեսնեք Թուրքիայի, Ադրբեջանի այդ ջղաձգումները։ Ինչ է եղել, մարդիկ մեզ առաջարկում են օգնություն եւ պատրաստ են օգնելու։ Թեկուզ հարավային սահմանը պաշտպանելու հարցում, մարդիկ պատրաստ են դրան, մենք ինչի չենք անցկացնում զորավարժություններ։ Մեռան էլ Վրաստանի հետ, էլ Թուրքիայի հետ, էլ Ինդոնեզիայի հետ, էլ Պակիստանի հետ, էլ Կազախստանի հետ, ում հետ ասես զորավարժություններ են անցկացնում իրանք, մենք ի չենք անցկացնում։ Ռազմական փոխգործակցության պայմանագիր կնքեք, անցկացնենք դա։ Ինչ է եղել։ Հարևան բարեկամ մեծ պետություն է։ Ոչ մի անգամ թշնամանք մեր նկատմամբ չի արել։ Մեր ամենածանր շրջանում եւ 90-ականների առաջի կեսը եւ այս վերջի շրջանում այդ մարդիկ միշտ մեզ օգնել են մեր պետությանը։ Ունենք մեծ հարի համայնք այնտեղ։ Մարդիկ քաղաքական այսօր որոշում ունեն կայացած ամենաբարձր վերնախավով քաղաքական, որ մեզ օգնեն։ Ինչ ենք մենք հրաժարվում այդ մեկնած ձեռքից։ Հա, վախենում եք Ամերիկան կբարկանա ձեր վրա։ Դե սենց վախեցեք, մի օր վախեցեք Ռուսաստանը կբարկանա, մի օր վախեցեք Ամերիկան կբարկանա, մի օր վախեցեք Թուրքիերն ու ադրբեջանցիները կզանգեն սուպեր հեռախոսով ու կցփնեն։ Ու տենց վախ, սենց մնացեք, մինչև տենակ մեր վախճանների ոնց է գալու, երբ է գալու, ում ձեռով է գալու։ Մենք այսօր ոչ թե մեզ պաշտպանողներ ենք ման գալի, մենք այսօր մեզ կործանողներ ենք ման գալի, ընտրություն ենք կատարում։
Ով ավելի շուտ կկործանի, ով ավելի զորեղ կկործանի։ Նորից եկել ենք նույն մեր պատմական այդ անիրի այդ բանը, սելի այդ պատմության առաջ ենք եկել կանգնել։ Սա շատ հետաքրքիր բան կլինի հայ-իրանական համատեղ պաշտպանական բնույթի զորավարժությունը, շատ հետաքրքիր կլինի, շատ ուժեղ ազդակ կլինի թշնամական պետություններին։ Մենք ունենք այդ ունակ, ու դուք կտենաք բանակի մարտական ոգի ոնց է բարձրանում։ Մեզ մի հատ այսպես բանա պետք, քայլա պետք։ Մեզ կայծա պետք, որ այսօր բանակը արթնանա, որ այսօր կամավորականը ավելի բացվի։ Թե չանընդհատ այս նեգատիվը բոլորի վրա է ազդում, բոլորի։ Մարդիկ մի տեսակ շղարշի մեջ են, ոնց որ հույս չտենան, ոնց որ սենց պատկերացնեն, որ չէ, սենց ծերից պետք է մի բան անենք, սենց մի ձև գոյատևենք, ոչ, ավելի ուրիշ իրականություն է։ Էսի մեզի կերակրում են այս դեզինֆորմացիաներով, այս կեղծ պատկերով իրականությունը կեղծելով մեզ խաբում են։ Մենք ունենք այդ ուժը, մենք ունենք այդ պոտենցիալը։ Մուրալու փոխարեն արեք գնանք գործնական քայլերի։ Այն որ Թուրքիայի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում Փաշովլին որ ասում է բանը աննախադեպ, ինչ խոսում է աննախադեպ, դե այդպես աննախադեպ քաղաքական քայլ կատարեք։ Որ դուք կարող եք ցույց տալ, որ դուք այնքան քյալ եք, ու այնքան իբրև թե պրինցիպիալ եք, որ Ռուսաստանի դեմ եք գնում, պետք է լինի իբրև թե Ամերիկայի դեմ եք գնում, հիմա ամբողջ աշխարհի դեմ գնացեք։ Ինչա Բրիտանիան կներվի, Իսրայելը շատ կներվի։ Ով է տենց շատ ներվելու, Թուրքիան, Ադրբեջանը դե գիտեմ շատ կներվի, դա ձեր համար ամենամտահոգիչն է։ Բերեք նման քաղաքական քայլ կատարեք, սկսեք դիվանագիտական բանակցությունները այս հարցի շուրջ։ Թեկուզ մի քանի զորատեսակի կազմով, մի քանի զորախմբի կազմով, ինչ ա եղել։ Բոլոր զորատեսակներն էլ ունենք։ Բացի բնականաբար նավատորմի հետ կապված, ջրային զորատեսակների հետ կապված, մենակ դա չունենք։ Չնայած ձեզնից շատ չկա, դուք մի օր կարող քնեք զարթեք, բանը Սևանում նավատորմ էլ բացեք, դրա վրա մի քանի միլիարդ էլ լափեք, ձեզանից շատ չկա, բերեք մի հատ բան կանգնացնեք այստեղ, հացանավ կայնացնեք, չգիտեմ, մի հատ ավիանոսես կայնացնեք Սևանի մեջտեղը, ձեզի շատ չկա, ձեզանից ամեն ինչ հավատում եմ, ամեն ինչ։ Դաժին ֆանտազիան, սենց մեկ-մեկ պահի տակ բռնում եմ ինձ մի հատ ծանր ֆանտազիայի մեջ, բայց էդի հավատում եմ, որ դուք կարող մի օր անեք։ Մեջը փող լինի։ Արեք այս ամեն ինչին այսօր աշխարհը պատրաստ է։ Աշխարհը չեք տենում, այդ խելահեղ աննախադեպ քայլերի է գնում։ Ոչ ստանդարտ քայլերի է գնում, մենակ իր խնդիրների լուծումը տեսնի։ Էս է իրավիճակը։ Եվ վերջում ուզում եմ անդրադառնալ ուրեմն Նեմեսիս գործողության հետ կապված այս վերջերս սենց շատ ծավալված քննարկումներին, որի դեմ տենց գիտեք Անդրանիկ Քոչարյանը շատ բուրըն հանդես եկավ, թե չգիտեմ իրանք իրանց գիտեք ինչ մտահոգություն ես տեսա իրանց խոսակցություններում, իրանք իրանց համարում են Նեմեսիսի թիրախ։ Իրանք մտածում են, որ կարող է լինի Նեմեսիս եւ իրանք թիրախավորվեն։ Չեմ բացառում, որովհետեւ երբ որ ուսումնասիրում ես Նեմեսիսի գործունեությունը ամբողջ ծավալով, իրանց նմանների դեմ է այդ գործողությունները եղել։ Հենց իրանց նմաններն են թիրախավորել, ովքեր Հայաստանին, հայրենիքին վնաս են տվել, ովքեր ազգին վնաս են տվել, եւ միգուցե իրանք հենց այնպես չեն գնում արմատական քայլերի, որ հանձնարարում են մի հատ ուսումնասիրեք Նեմեսիսը։ Նեմեսիսը դուք եթե չեք ուսումնասիրել միջև օրս, դուք ինչ գործ ունեք պետական իշխանության մեջ, այն էլ նման պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով։ Եթե մարդը չգիտի Նեմեսիսը ինչ է, հասել է, ասենք պատկառելի տարիքի պետական այդքան պաշտոններ զբաղեցրել, նորա իբրև թե ուզում հասկանա ինչ է Նեմեսիսը, այդ մարդը մի ժամ պետք է չաշխատի պետական կառավարման ղեկին, նման ազգի պայմաններում, նման պատմություն ունեցող ազգի ու պետականության պայմաններում։ Դուք եք մտահոգվել։
Ասում եք ստեղծելու ենք արտաքին հետախուզական ծառայություն եւ այդ հետախուզական ծառայությունը իր վրա կվերցնի այդ գործառույթը։ Սերժ Սարգսյանի ժամանակ Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին հանձնարարական տվեց հրապարակային գաղտնի հանձնարարական տվեց Սաֆարովի հետ կապված միջոցառում անցկացնելու։ Անցկացրեցիք։ Բական չէ, ազգային անվտանգության ծառայության համապատասխան ծառայության ղեկավարների կանչեք ասեք все-таки նախագահ բանը ծառայության ղեկավարի նման խնդիր է դրվել Սաֆարովի հետ կապված։ Ինչի միջև հիմա չի իրականացվել։ Այս նույն բարդակն է լինելու այս վերնի պայմաններում, էլի։ Մենք նույն կադրերն են աշխատելու։ Դուք էլ կադրեր չունեք, որ լավ, դες պոտենցիալ կադրեր չունեք, որ այս վերը նոր ստեղծված այս վերը նոր մի հատ բումը ապահովելու մեր հատուկ ծառայությունների կյանքում։ Որովհետև դուք չեք թողում հատուկ ծառայությունները ձեռները բաց աշխատեն։ Չեք թողում, նրանց էլ եք ճնշում։ Նրանց էլ եք փոխել ձեր քաղաքական կամքի տակ։ Հատուկ են մարդիկ են, որ պլանված են լինում, խնդիրը ճիշտ ձևակերպում, խնդիրին ճիշտ լուծում են տալի, հատուկ են մարդիկ։ Ես այս ամեն ինչի մեջ ավելի մեծ վտանգ տեսա այն առումով, որ մի օր կարող քնենք զարթնենք, մի հատ խելացի տենց դեմք ցույց տվող մեկը գա ազգային ժողով ու հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության քննչական մարմինները սկսում են նոր վարույթ, որպեսզի նեմեսիս գործողություն իրականացնողների նկատմամբ հետմահու դատավճիռներ կայացնեն, որտեղ հեսա ասել են նրանք են խոչընդոտել, որ խաղաղության դարաշրջան չլինի մեր եղբայր թշնամի թուրքերի հետ։ Դուք դրան էլ եք ընդունակ։ Դուք դրան էլ եք ընդունակ Սողոմոն Թեհլերյանին հետմահու դատեք, Անդրանիկին, Նժդեին, բոլորին հետմահու դուք դատելու եք, դուք այդ տեսակն եք։ Ես պատահական չեմ ասում, որ դուք նրանց դեսպանն եք ստեղ։ Ես դրա համար ամբողջ հիմքերը ունեմ։ Դուք մեր ազգային հերոսներին, մեր վրիժարուներին հաթաթ դատելու եք։ Գալու օրը դուք դրան հասնեք, եթե ձեր դեմը չառնվի։ Դուք ասալի ամբողջ գերեզմանը հանելու եք Եղեաբլուրից։ Ազգայնական տղեկի գերեզմանները դուք հանելու եք Եղեաբլուրից։ Դուք այդ կառավարիչներն եք։ Դուք պատմությունից ոչ մի դաս չքաղած, պատմության դասերը աղավաղող, ազգային արժեքները աղավաղող միլիոն հատ փաստ կներկայացնեմ։ Դուք այդ տեսակն եք։ Ձեզ պատահական չեն գործող այս պետություն։ Ձեզ պատահական չբերեցին դրեցին պետական կառավարման ղեկին։ Եվ նենց էլ չի նախկինների մեջ դուք չունեք էշելոնացված դիրքեր եւ նախկինները ձեզի չեն աջակցում։ Տենց բան չկա։ Մեկը մյուսի բերան լավ թքած եք։ Ուղղակի այս ազգի ժողովրդի մեջ շատ մարդիկ կան, ընկած են տարբեր հոսանքների մեջ։ Ուզում են մի բան անեն ազգի համար, պետության համար, բայց չգիտեն ում դուռը եթան, ում հետևից գնան։ Մեկի հետևից գնում են հիասթափվում են, մյուսի հետևից գնում են հիասթափվում են։ Նստած իրանք ուտում են, լավ ինչ անենք, ոնց դուրս գանք այս իրավիճակից։ Նրանց է մեղադրելու չի։ Այս ամբողջ իրականությունը։ Հիմա գիտեք հասել ենք մի ինչ պատմական իրավիճակի պատմական շերտի ժամանակային առումով, որ յուրաքանչյուր հայ, ով ինչ մտածում է, ոնց մտածում է, որ կարա դրանով ազգին պետությանը նպաստի պետք է գներ գործողությունների կատարմանը։ Այո, թող լինի քաոս, թող լինի կառավարելի քաոս, անկառավարելի քաոս։ Մեկը հիմա այդ վիճակն է։ Լինելու է դա, անխուսափելի է, երբ որ տենում է պետական կառավարման ապարատը, գնում է հակազգային մեթոդներով, գնում է բազմադարյան այս ավանդույթները մերժելու մեթոդներով, երբ որ այսօր նախարարը կարող է կանգնի ասի, որ Նժդեյան գաղափարախոսություն դա ֆաշիզմ է, այսինքն սաղ աշխարհին քսիատալի պետությանդ վրա, ամբողջ աշխարհում գիտեք ֆաշիզմը չի ընդունվում։ Եվ ինչ սրերով են դիմավորում նման գաղափարախոսության եւ փչացնում են այդ արժեքները, դուք ո՞նց եք պատկերացնում, այդ ազգի գոյատևումը ինչքան է լինելու։ Այնպես որ թող այսօրվա սուրբ օրը ես գտնում եմ, որ այս սուրբ օրը պետք է իր լրացուցիչ ազդեցություն ունենա, որ այս մեր պիրտ նյարդերը մի քիչ թուլանան, Աստված մեզ ավելի շատ իմաստություն տա, ներողամիտ գտնվի մեր ազգի նկատմամբ մեր գործած սխալների հետ կապված,
վրիպումների հետ կապված, մեզ մեր լուսավոր ճանապարհը ցույց տա։ Մեր արիական ցեղին հարիր, մեր քրիստոնեական ցեղին հարիր, մեր ճանապարհը ցույց տա։ Դա կլինի գրչով, դա կլինի զենքով, դա կլինի սրով, ցանկացած մեթոդով, որը կնպաստի մեր ազգի գոյատևմանը, մենք պետք է գնանք այդ քայլերին։ Մենք այլ ընտրանք չունենք, մենք եկել ենք այդ անդուդի եզերին կայնած ենք, ասես կարճած, կախված մնացել ենք։ Պինդ կացեք։ Բարի ծառայություն լինի Արցախի եւ Հայաստանի սահմանները պաշտպանող մեր բոլոր տղեկին։ Քաջ առողջություն։ Բարձր զգոնություն եմ մաղթում տղեկ։ Թող բոլոր գնդակները, բոլոր բեկորները, բոլոր մահաբեր վտանգները շրջանցեն ձեզ։ Աստված պահապան Հայոց լեռնաշխարհին։ Պինդ կացեք։